Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորի շնորհավորել ընտրությունների առիթով եւ ընդգծել, որ մեր հիմնական անելիքը, ինչպես եւ նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ ասելու, նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է եւ պետության վերելքը այն տրամաբանության, որ պետությունը մարդու քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոց է եւ մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Կարծում եմ հիմնական տրամաբանությունը ակնհայտորեն լինելու է շարունակականությունը մեր գործողությունների եւ անելիքների եւ դրա համար այս փուլում կարեւոր է նախորդող շրջանը ամբողջապես վերլուծենք, հասկանանք ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչից է, որ պետք է հրաժարվենք եւ որտեղա որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում եւ պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք։ Նաեւ նոր գաղափար եմ առաջարկել, որ գուցե ի տարբերություն նախորդ ծրագրերի մեր առաջկա ծրագրում մենք ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ, որոնք այնուամենայնիվ որովհետեւ մեր ծրագրերը եւ նաեւ միջոցառումների ծրագրերը նախ եկեք արձանագրենք, որ ընդհանրապես պատմության մեջ չի եղել եւ չի լինելու այնպիսի ծրագիր, թե նախընտրական, թե կառավարության, որ 100%-ով իրականացվում է։ Այդպիսի բան ուղղակի ի բնե հնարավոր չի։ Սրա համար շատ կարեւոր է, որովհետեւ հանգամանքներ են փոխվում, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, առաջնահերթություններ են փոխվում, բայց կարծում եմ կարեւոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթություններ, ինչպես օրինակ նախորդ կառավարության ծրագրում հստակ արձանագրված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է եւ մենք գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա եւ արդյունք արձանագրեցինք։ Հիմա ես կարծում եմ, որ պետք է ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթություններ, եթե այդ ժանրը պարզվի, որ կարող է գոյություն ունենալ, որպեսզի ամենօրյա աշխատանքում մենք հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կարողանանք կենտրոնացած մնալ։ Նաև հաշվի առնելով կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգի գոյությունը, որտեղ այդտեղ արդեն մյուս կողմից արդեն առաջնահերթությունների ընթացիկ ցանկ սահմանելու պրակտիկա ենք որդեգրել, բայց այս անգամ կարող ենք նաև ի սկզբանե էլ փորձել դա անել, չբացառելով ընթացիկ միշտ կարգաբերումները, որովհետև մենք այն գլխից ենք պայմանավորվել դեռ 2018 թվականին ռազմավարություններ ընդունելուց, որ մենք պետք է հասկանանք, որ ռազմավարությունը ինքը տենց սեպագիր արձանագրություն չէ, այսինքն ինքը կյանքի փոփոխության հետ մենք պետք է իրան անդադ ճկուն պահենք, որպես ինքը նաև զարգանալու կյանքից վերցնելու հնարավորություն ունենա։ Այնպես որ այո, նոր փուլ է գալիս, բայց այդ նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունն է նա, որ դա աշխատանքի ընդամենը շարունակությունն է, որը պետք է դարձնենք ավելի արդյունավետ։ Եվ այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելու ենք։